մեզ անայում։ Ինչ ես կարծում։ Իշքանց ես կդիմանաս։ Չեմ դիմանում, պետք դժվար է բաց թող։ Այս ձայնագրիչը դրել է Ալիսի սենյակում։ Հիմա հայտնվել է պայուսակիս մեջ։ Նշանակում է, որ այդ երկուսից մեկը սա դրել է պայուսակիս մեջ։ Իրանք ուզում են ինձ հասկացնել, որ ամեն ինչ գիտեն։ Բեները քո մոտ մի աղջիկ է եկել։ Դրա մասին խոսել ենք։ Ուզում եմ հասկանամ ինչի համար էր եկել։ Մերոժանի քույր Անին զանգել է խմբագրություն ու պատմել է ամեն ինչ բոլոր մանրամասներով ու քո անունն է տվել։ Դու հասկանում ես, որ դու այդ ընտանիքից մի վայրկյան շուտ պետքա հեռու մնաս։ Բայց հոգիս էլ երբեք ազատ չի լինում, որովհետև ես մարդ եմ սպանում։ Մենք ամեն քայլափոխին մեր հետքերն ենք թողնում, ու այդ հետքերը հետո մեր անցյալն են դառնում։ Մենք դռներ ենք բացում, մատնահետքեր թողնելով, որ հետո երբեք չմոռանանք, թե որ դուռը մեզ դեպի անդունդը տարավ։ Մենք հաճախ անցյալ ենք անվանում մեր ամբողջ կյանքը, բայց մեզ չեն ասել, որ կարևոր վերջակետները սխալներ են դնում, ու ամենամեծ հարցականները հենց մեր սխալներից են կազմված։ Մեզ խաբել են, թե կարող ես ամեն անգամ սխալվել ու ուղղել հետո սխալել։ Կարող ես սխալվել մեկ անգամ, դրանից հետո ամեն ինչ հետևանք է ու շարունակություն։ Ու մինչև չփակես նախկինում բացած դռները, նորերը չեն բացվելու։ Դե վերցրու գոր։ Սոֆիա, թե շտապ չի կզանգեմ քեզ։ Չանջատես, ուշադիր լսի ինչ եմ ասում, կարևոր է։ Մարկ։
Պատասխանի Սոֆա։ Ուրա Սոֆան։ Նորից եմ հարցնում, ուրա Սոֆան, Մարկը ուրա։ Չգիտեմ։ Զանգել կանչել եք հանդիպման կարևոր խոսալու բան ունեիք։ Ով։ Լսի, ուրեմն ես շատ լավ գիտեմ, որ Սոֆան իբր իմ թիկունքում ձեր հետ ինչ-որ գործեր է անում։ Գիտեմ, որ իբր պետք է ինձ համոզի ինչ-որ ֆլեշկա տամ, բայց վերջ, խաղը ավարտված է։ Չկա ոչ մի ֆլեշկա, բայց Սոֆան էլ չկա։ Հիմա ուշքի ես գալիս ու ուշադիր ինձ ես լսում, շատ կարևոր է։ Զանգել կանչել եք հանդիպման, գնացել այդ հասցեով ոչ մեկ չի եղել։ Կասկածել է, որ ինչ-որ բան այն չի, զանգել է ինձ, գնացի այդ հասցեով այնտեղ չի, հիմա նորից եմ հարցնում։ Ուրա Սոֆան։ Ես ոչ Սոֆային զանգել եմ, ոչ էլ ինչ-որ տեղ եմ հրավիրել, ավտոյի մեջ էր հեռախոսած, նոր վերցի, տեսա 1000 անգամ զանգելա չեմ վերցրել։ Մարկը ուրա։ Ինչ հասցեա քեզ Սոֆան տվե։ Ասում եմ գնացել եմ, այնտեղ չի։ Հասցեն ասա։ Արի մեքենայով կգնանք։ Որ Սոֆան ինձ ասեց, որ դուք երկուսով եք զանգել։ Ասում չեմ զանգել, չես հավատում։ Բա ինչ գիժա թե հորինում է։ Որ եթե մի բան կա, խնդրում եմ, ասա։ Եթե Սոֆային մի բան եղավ, ես կսպանեմ Մարկին։ Ես արդեն ամեն ինչ գիտեմ։ Խնդրում եմ, եթե մի բան մտածում ես, եթե ինչ-որ բան կա, խնդրում եմ հիշի, Սոֆայի կյանքին վտանգ է սպառնում։ Մենք էլ ժամանակ չունենք, արագացրու։ Զանգում ես ընկերուդ ու բացատրում ես ինչ պետք է անի։ Փաստորեն դու էլ ես ուժեղ խաղում, հա։ Հեսա տարածքը։ Չկա։ Ոչ մի բան չի ասել քեզ ուրիշ, կարող է հետո մարդ հայղե մենակ չի եղել։ Չէ, ինքն էլ է եկել, կասկածել է, դրա համար ինձ ա զանգել։ Ինչ մտածել է, կանչել եմ իրան ու չեմ եկել։ Գոր ես չգիտեմ ընդհանրապես դուք երկուսով ինչ եք մտածում։ Կամ ընդհանրապես մտածում եք, թե չէ Մարկին վստահելուց առաջ։ Չեմ հասկանում, ինչի համար էր պետք Սոֆայի հետ այս ամեն ինչը պայմանավորվել։ Ինչն էր իմաստը։ Ամենասկզբից շատ սխալ էր սա։ Ինձ էլ էր պետք հասկանալ Մարկը ինչ ա ուզում ու ընդհանրապես ում կողմից է։ Հիմա իրար մեղադրելով ոչ մի բանի չենք հասնելու։ Մարկ ուրա Սոֆան։ Երդվում եմ քեզ, ամեն ինչ կդնեմ մի կողմ կմոռանամ, մենակ ասա Սոֆան ուրա։ Մենք ոչ զանգ ենք ստացել, ոչ պահանջ են ներկայացել, ոչ մի բան չկա, կգժվեմ ես արդեն, Մարկ, ուրա Սոֆան։ Այնքան անիմաստ է այս ամեն ինչը, դու ընդհանրապես ընկերոջդ չես ճանաչում։ Լսում եմ։ Մի ժամ ժամանակ ունես, ավել բան չեմ ասում, դու գիտես։ Ալո։ Ալո։
Գոր, խնդրում եմ մի հատ հավաքի քեզ ու հիշի։ Մարկը քեզ ոչ մի բան չի ասել։ Ո՞վ է։ Մարկն է լոքեյշնը ուղարկել։ Գոր, խնդրում եմ հանգիստ։ Գոր, խնդրում եմ մատով չկպնես, ինձ նայի, հասկացար, խնդրում եմ։ Ուր է Սոֆան։ Չգիտեմ, Գոր։ Նորից եմ կրկնում քեզ։ Ուր է Սոֆան։ Գոր, չգիտեմ ուր են տարել։ Երդվում եմ չհասկացա ոնց են եղավ։ Ես ուրիշ բան էի պլանավորել։ Դες քեզ ինչի իմաստ եմ սատկացնում, որ գնաս Սոֆային բերես, արագացրու։ Ես ոնց բացատրեմ, չգիտեմ ուր է Սոֆան։ Չգիտեմ։ Կյանքիդ ամենադժվար պահերին ես եմ կողքդ եղել։ Գնացել եմ քո համար ծանոթ անծանոթ խնդրել եմ։ Էս ուր ես դու հասել։ Զանգում ես կանչում ես Սոֆային, որ գան տան, է։ Ոնց ես այտենց բան մտածել, ոնց է այտենց բան մտքիդ եկե, ինչի դիմաց։ Գոնե արժեք հասա հասկանամ։ Դու աղոթի, որ հանգարտ Սոֆայի գլխից մի մաս չպակասի, թե չէ սպանելու եմ քեզ։ Այս միակ երաշխիքն էր, որ ինձ ու Սոֆային հետ մարդիկ մատով չկպնեն։ Բայց ես գիտեմ, որ այդ քո համար նշանակություն չունի։ Մի ժամ ժամանակ ունես։ Գիտես ուր գնաս ու ում տաս։ Արագացրու։ Եթե ամեն ինչ սենց հեշտ էր, Բելա, ինչի համար էինք սպասում, որ այս ամեն ինչը լիներ։ Լավ, մարկետ ամեն ինչ պարզ է, բա դու։ Հիմա ոչ մեկս վստահ չենք, որ Սոֆան նորմալ գալու է տեղ հասնի։ Մարկի հույսով կանգնած սպասում ենք։ Եթե հնարավոր էր այդ տալ, ինչի հնարավոր չէր ավելի շուտ անել։ Ես էլ ոչ մի բան չեմ հասկանում։ Ոչ մեկից հետ ոչ մի բան չեմ հասկանում։ Հեշտ չի։ Ես ասեցի, դու լսեցիր։ Այդ մեր միակ երաշխիքն է։ Ես չգիտեմ սրանից հետո ինչ է լինելու, ինչ են կասկածելու, ինչ են ուզելու։ Կարող է մտքներով անցնի, որ ես ավել բան ունեմ, ինֆորմացիա, փաստաթուղթ, ձայնագրություն։ Գիտես քանի անգամ է իմ կյանքը վտանգված եղել։ Քանի անգամ են եկել մեքենայիս հետևից, մտել տուն։ Ինչի է քեզ թվում, որ ես վախ չունեմ, Գոր։ Դե դեպքում եթե նույնիսկ մարկը խառնված չլներ այս ամեն ինչի մեջ, մի օր մեկա գալու էին հետևից, եթե մտածում էին, որ ձեր մոտ ինչ-որ բան կա։ Չէ, Գոր։ Չէր լինի, որովհետև իրանք այսքան ինֆորմացիա չէին ունենա, եթե մարկը այս ամեն ինչի մեջտեղում չլիներ։ Մի խոսքով արի վերջացնենք այս թեման, որովհետև մեկը ոչ մի բան չենք փոխելու։ Անիմաստ ենթադրություններ ենք անում։ Արի ուղղակի սպասենք։ Ես պետք է գնայ մարկի հետ։ Ամեն ինչ փչացնեիր։ Սոֆան թո բարեհաջող գա հասնի տեղ։ Ես էլ չեմ լսելու իրան ու վերցնելու եմ ստեղից գնամ։ Ու քեզ էլ եմ ասում մեզ հետ գաս։ Կամ մի տեղ գնա, չգիտեմ, բայց պետք է հասկանաս, որ մենք երկրորդ կյանք չունենք։ Տար դու Սոֆային անպայման տար։ Պետք լինի կասենք, որ ես էլ եմ գնացել։ Մենակ ինքը հանգիստ լինի։ Այսինքն դու մնում ես։
Բելայի հետ կապի դուրս գալ չի ստացվում այս բային։ Գիտեմ։ Լավ, գոնե ինձ մի բան ասա։ Ինչ մասնագետ է այդ աղջիկը, որտեղ աշխատել։ Դպրոցում։ Որ։ Մանրամասներ չգիտեմ։ Ինչ էլ որ գիտեմ, հիմա հաստատ չեմ հիշելու։ Քեզնից չի։ Իմ ճանաչած Դավիթը արդեն պետքա մի թղթապանակ ինֆորմացիա ունենար։ Լավ, բարձա։ Սենց գործերում սերը հեչ լավ օգնական չի։ Կփորձեմ մինչև վաղ ինչ-որ ինֆորմացիա իմանամ, քեզ ասեմ։ Իրանք են։ Լսում եմ։ Ալո։ Ես եմ։ Ալո, Սով։ Սով խոսա հետս կապի մեջ եղի։ Հա ոչինչ, դու խոսա։ Հասնում ենք հեսա։ Հեսա։ Հաստատ ամեն ինչ նորմալ է։ Փակել էին մի տարածքում, հետո ուղղակի բաց թողեցին։ Հեռախոսս էլ այդ տարածքում էր։ Ինչքան հասկանում եմ, իրանք արդեն ունեն են ինչ որ ուզում էին։ Չէ՞ բել։ Բա Մարկը ուր է։ Սով գորը քեզ ամեն ինչ կբացատրի։ Եկեք հիմա ձեզ տանեմ տուն, երևի գորի մոտ։ Բա դու։ Ես էլ եմ գնում տուն։ Հետո կգամ ամեն ինչ կքննարկենք հանգիստեղ։ Գոր, որ խնդրեմ մեզ մի րոպե մենակ կթողնես։ Բել, բա ասում էիր, մեր մոտ եղածը չեն կարող ոչ մեկին տանք։ Բայց հիմա ուրիշ տարբերակ չունեի։ Արի գնանք, խնդրում եմ քեզ։ Այս ամենից հետո ինչ որ եղավ, ստեղ մնալը արդեն մասնագիտական սկզբունք չի։ Ուղղակի անմտությունը։ Խնդրում եմ թող ամեն ինչ, մոռացի Բալյանին, արի գնանք։ Ես սկսում եմ հասկանալ, որ Բալյանը շատ ավելի վտանգավոր է, քան այն ամեն ինչը, ինչ որ այսօր տեղի ունեցավ։ Եթե ինքը մարդ է սպանել ու իր կնոջը համոզել է, որ այդ իր կինն է արել, այդ նշանակում է, որ ինքը ամեն ինչի ընդունակ է։ Էլ չեմ խոսում Դավիթի մասին։ Դու չէիր ասում, որ Դավիթը քեզ խաբում է ու փորձում է քեզնից ինչ-որ բան իմանալ։ Սոֆի արդեն լրիվ ուրիշ բանի մասին ենք խոսում։ Բելա, ինչ տարբերություն ինչի մասին ենք խոսում։ Ամենաճիշտ լուծումը կլինի այն, որ մենք գնանք ստեղից։ Սով, ես ու դու պայմանավորվել ենք, որ դու Գորին ու Մարկին պիտի ասես, որ փորձելու ես գտնել այդ կրիչը։ Բայց նաև պայմանավորվել ենք, որ ուր գնաս, ինչ անես, ես պիտի իմանամ, հատկապես եթե դա Մարկին է վերաբերվում։ Բել, ես վստահ էի, որ ինքը Գորի հետ է։ Մենք այսօր իրար հետ ենք տանից դուրս եկել։ Եթե դու ինձ ասեիր ով է զանգում, ուր ես գնում, ինչ ա եղել, կարող է ես հասկանայի, որ Մարկը մենակ է։ Հապեց Գորի հեռախոսով էր խոսում։ Ինձ թվաց Գորն էլ վարում է։ Գորը չէր կարողանում գոնե մի անգամ ասել Սով ջան, ես եմ։ Բայց դու Գորի ձայնը չես լսել։ Դրա համար եմ ասում, ես ու դու իրար հետ ենք ախր տանից դուրս եկել։ Կներես։ Լավ Սով, հիմա ունենք այն ինչ ունենք։ Հիմա ոչ մի բանի մասին մի մտածի, հանգիստ գնամ։ Ես էլ պիտի գնամ տուն մի քանի իրեր ունեմ վերցնելու, հետո կգամ։ Գորի հետ եղի, որովհետև գժվել էր վախից։ Արի գնանք։ Կներես, Բել։
Դու էլ ես չղայնացել, որ հավատացի դրան։ Իհարկե չէ։ Հանգիստ խմի։ Չգիտեմ վախից է, թե իմ նյարդային վիճակից, բայց սովածացել եմ։ Երևի հիմա մտածում ես, ախր դու երբ սոված չես, Սոֆա ջան։ Ասում, ինձ վախացրիր ինձ։ Կներես։ Բարև։ Բարև Դավիթ։ Մի քանի ժամ սպասել եմ։ Մտածեցի պիտի խոսենք։ Ինձ թվում է դուրդ կգա։ Շնորհակալ եմ, բայց կարիք չկար։ Ոչ էլ առիթ։ Ծաղիկ նվիրելու համար հատուկ առիթ պետք չի։ Կբացատրես ինչա կատարվում։ Ինչ ա եղել, ինչն ա փոխվել։ Ամեն ինչ նորմալ էր։ Խնդրում եմ արի ավելի չբարթացնենք ամեն ինչ։ Առանց այդ էլ ես ինձ շատ վատ եմ զգում քո առաջ։ Ոչ քո, ոչ իմ կյանքում ոչինչ չի փոխվելու։ Արի պայմանավորվենք, որ մոռանում ենք այն ինչ եղել է։ Լուրջ։ Շատ լուրջ։ Այսինքն ուզում ես հավատամ, որ քո մոտ ոչ մի բան չի փոխվել։ Սովորական բաներ անցավ ու վերջ։ Խնդրում եմ, Դավիթ։ Խնդրել պետք չի։ Դու ավելև ինձ բացատրի ինչ ա կատարվում։ Կամ փորձի համոզես, որ քո համար ամեն ինչ միևնույն է, կամ մնում ենք այստեղ կանգնած։ Դու ես որոշողը։ Փորձում ես ամեն ինչ անել, որ սառը ու սթափ թվաս, բայց չի ստացվում։ Ինչն է սխալ եղել, ինչն եմ սխալ արել, բացատրի կհասկանամ։ Մարդ ենք, կարող է ես էլ ինչ-որ բան չեմ հասկացել։ Բացատրի կհասկանամ, Բելա։ Ամեն ինչ նորմալ էր։ Ամեն այն դեպս ինձ տենց էր թվում։ Հետո սկսում ես ինձնից խուսափել, զանգերից չես պատասխանում, փախնում ես ինձնից։ Փորձում ես 1000 բացատրություն գտնել այդ ամեն ինչին, բայց ավելի լավ չի ճիշտը ասես։ Խոսենք հասկանանք։ Ամեն այդ վախերից հետ կազատվես։ Ինչ վախ։ Չգիտեմ։ Եթե ինձնից փախնելը վախից չի, այդ դեպքում ինչից է։ Մի բան եղել է, չէ՞։ Կամ եթե ինչ-որ մեկից ես վախում, այդ դեպքում ես ինչի համար եմ։ Ինչ ա եղել, Բելա։ Մենք բոլորս ինչ-որ պահի սխալվում ենք։ Փաստորեն սխալվել ես։ Ու հիմա պիտի շարունակենք ես էլ դու էլ ապրել, այնպես ինչպես ապրել ենք։ Կարողանալու ես։ Ահա։ Այսինքն այդքան հեշտ է այդ ամեն ինչը։ Ես պատահական հայտնվեցի, դու սխալվեցիր։ Այսինքն ես մեկ եմ քո համար։ Քեզ թվում է ես ոչ մի բան չեմ հասկանում։ Քեզ թվում է ես գոնե մի քիչ քեզ չեմ ճանաչել, Բելա։ Դու շատ լավ մարդ ես, Դավիթ։ Այդքան բան։ Այդքան բան։ Այն ինչ զգացել եմ քեզնից։ Այդ ավելի շատ բան է նշանակում, քան այն ինչ դու հիմա ինձ ասում ես։ Այդ զգացածը կեղծել սարքել չի լինի, բայց այ հենց հիմա չեմ հասկանում ինչ ա ուզածդ։ Ինչ ա եղել կասես։ Ես քեզ նեղացրել եմ, Բելա։ Չէ։ Բա ինչի համար ես քեզ sense պահում։ Խանգարող բան կա, որ ազատ լինես քո ընտրության մեջ։
Եթե կա հասա, իրար հետ կհասկանանք։ Կա պատճառ։ Չկա պատճառ։ Պատճառ կա։ Ախր ես տեսնում եմ, որ պատճառ կա, բայց չեմ հասկանում ինչի։ Շատ պատահական եկար մտար իմ կյանք։ Ամեն ինչ տակնու վրա արեցիր։ Հիմա ասում ես ամեն մեկս գնանք մեր ճանապարհով։ Ամեն մեկս ապրենք մեր կյանքով, էդ ես դու ուզում։ Դրա հետ մեկտեղ ամեն ջանք գործադրում ես, որ սառը երևաս։ Բայց չեմ հավատում, լավ չես խաղում։ Պիտի ավելի լավ պարապեիր։ Դու գոնե քեզնից ինչ-որ բան հասկանում ես։ Ուզածդ ինչ էր, Բելա։ Որ ինձ հանգիստ թողնես։ Որ անընդհատ չհիշացնես այն ինչ եղել է ու չստիպես, որ ինձ ավելի վատ կամ։ Ուղղակի հանգիստ թող։ Նորից եմ կրկնում, ես սխալվել եմ։ Պետք չի մեղադրել սխալիս համար։ Ավելի հեշտ կլիներ, որ ուղղակի թողնեիր անցներ գներ։ Փաստորեն ես էի սխալը։ Hi, I'm looking for Raj. Is he home? Who's Haraj? That's Raj's car, right? No, that's my husband's car. Is this your husband? Yeah. He's Armenian, right? No, we're both Spanish. I think you got something mixed up. Oh, I'm sorry. Մորս թերապիաները շատ լավ ազդեցություն են ունենում։ Ուզում եմ հասկանալ հնարավոր է շարունակել։ Իհարկե, սիրով։ Ես կկապվեմ բժշկի հետ եւ կճշտեմ ինչ նոր պրոցեդուրաներ ենք ավելացնելու։ Շատ լավ։ Արտուրը տեղում է։ Այո, համեցեք։ Օրդ ոնց անցավ Բելայի հետ։ Ես վստահում եմ քեզ։ Գիտեմ, որ խելացի ես, բայց Բարևձեզ։ Ինչ ուրախ եմ, որ եկաք։ Արդեն ընտելացել եմ ձեր այցերին։ Գնանք։
Խոսացիր հետ։ Չէ։ Փորձում եմ կապի դուրս գալ չի ստացվում։ Բայց մի անհանգստացի, խոստացել եմ, որ մի բան կանեմ, ուրեմն կանեմ։ Ուրիշ բան կա։ Ինչ։ Ասում էր, որ Բելլան դպրոցում աշխատել։ Հա, հիմա էլ եմ ասում։ Քեզանից չի, որ չես հետաքրքրվում, մանրամասն չես ճշտում։ Այստեղ եմ հասկանում, ոնց է անձնական հարաբերությունը խանգարում գործին։ Ինչ ա եղել։ Այդ աղջիկը շատ լուրջ լրագրող է։ Լուրջ էլ խնդիրներ ունի։ Ոնց հասկանում եմ, հոդվածների մեծ մասը ուրիշի անունով է, որովհետև իր անունով շատ բան չկա։ Փոխարենը տարիներ առաջ հիմա էլ ինչ-որ աղմկահարույց բացահայտումներ են եղել, որոնց հետքերը տանում են դեպի Բելլա, անկախ նրանից, որ օրինված անունով է։ Ինչ։ Բարև ձեզ։ Համեցեք։ Շնորհակալ եմ։ Ինչով կարող եմ ձեզ օգնել։ Մտադրություն եմ փոքր բիզնես բացելու, համակարգչային ու ծրագրավորման ծառայություններով ենք զբաղվելու։ Շատ լավ։ Ճիշտն ասած, տարածքը գնելու նպատակով եմ վարկը ուզում ձևակերպել ու սկզբնական հաշվարկները արդեն արել եմ։ Հասկացա ինչ գումարի մասին է խոսքը։ Փաստորեն ուզում եք տարածքի մի մասը օգտագործել ձեր բիզնեսի համար եւ մյուս մասը օգտագործել վարձակալության։ Ճիշտ է այդպես։ Խնդիր չեմ տեսնում։